Պարոն Պապայան, վերադառնալով ընտրություններին, քարոզարշավի ժամանակ հատկապես վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը արդեն պատկերացնում էր, որ ինքը հաղթել է, արդեն որոշել է, որ Նիկոլ Փաշինյանն է բանտ ուղարկելու, Սամվել Կարապետյանը արդեն կառավարություններ ձևավորել իրեն վարչապետով էին դիմում, բոլորս տեսանք, թե ինչ արդյունքներ իրեն գրանցեցին, ձեր ասելիքը ո՞րն է ինձ։ Մեր ասելիքը այն է, որ փոփոխություն փաստորեն չեղավ, այո, փոփոխություններ կլինեն Հայաստանում, շատ փոփոխություններ, դրական փոփոխություններ կլինեն, այդ թվում նաև փոփոխություն բառը ասող մարդիկ քաղաքականությամբ չեն կարողանալ զբաղվել։ Չեղավ, պարոն Պապայան, որովհետև եւ Ալեն Սիմոնյանը եւ Նիկոլ Փաշինյանն ասում են 65%-ից ավել ձայն եք ստանալու։ Մեզ սպասում է նայենք, որ մենք ավելի մեծ վստահության քվեկ ստանանք մեր ժողովրդից ու ստացանք, որտեղ ինչքան ես գիտեմ 682-ը ավելի փոքր է 727-ից։ Դրա պատճառով է եղել։ Դուք ամեն դեպքում չեք ստացել Մենք ասում եմ մեզ ավելի շատ մարդ է Հայաստանի Հանրապետությունում ընտրել քան 21 թվականին։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ ենք աշխատել ու լավ ենք աշխատել։ Գնահատականը դա է։ Բայց ինչ զարգացումների եք սպասում հաշվի առնելով, որ օրինակ ԲՀԿ-ն հայտարարեց այդ որ կդիմի վերահաշվարկի, ասում են ընտրախախտումները մենք կբացահայտենք, մինչև դա էլ մենք լսում էինք Քոչարյանից Սամվել Կարապետյանից, որ այդ իրենց խոսքերով այդ հեղաշրջում բեռնավորող ինչ-որ գործողությունների։ Թող դիմեն ու գնան նաև լացեն այն տասովշիկների դարդը, չնայած ենթադրում եմ, որ ընտրությունները վերջացել է եւ իրանք թքած ունեն այդ տասովշիկների վրա, իրանք մնալու են միայնակ մեր իրավապահ համակարգի հետ, թող իրենց տասովշիկների դարդը լացեն, որոնք դաստեքով դատվելու են։ Պարոն Պապայան, կներեք, բայց այդ ամենը որ դուք եք կիրառում, հա, այն որ ուսուցիչներ էին գալիս, աշակերտների էին բերում, դրանք վարչական ռեսուրսի չարաշահ։ Մենք վարչական ռեսուրս երբեք չենք կիրառել, երբեք չենք կիրառել, ես բոլոր օրերին քարոզարշավ եմ արել, բոլոր օրերին առավոտը հագել եմ իմ սպիտակ սրտիկով մայկան, գնացել եմ քարոզարշավի, կարմրել ենք արևի տակ, վառվել ենք արևի տակ, մարդկանց մոտեցել ենք, մեզ ժպտացել են, երբեմն հաճախ դրական, երբեմն ոչ այնքան դրական։ Ես ասում եմ, որևէ մեկ մի րոպե այդ ձայնագրությունները, որ ասում է բանը մարզպետը գալու է բյուրական, Մարտունին, Արմավիրը, Վերին Արտաշատը։ Ռոջան, մենք որևէ մեկին չենք ասել մեկ մարդ բեր մեր հանրավակին։ Պատասխանատու ասում եմ, որ մենք որևէ մեկի չենք ասել, ավելին ասեմ, երբ որ տես բան է եղել, մենք ասել ենք, եթե դիսի բան անող կա, բոլորը պետք է հեռացվեն աշխատանքից։ Ուրեմն Հայաստանի Ուզում եմ ես հիշեցնեմ ձեզ, որ 17 թվականին այն հայտնի ձայնագրությունները կար, որ զանգում էին դպրոցի տնօրեններին ու տենց հազարներով ցուցակներ եւ այլն եւ այլն։ Ես ուրախ եմ հիմա արձանակ, նայեք, մի աբսուրդ է։ Ամբողջ աշխարհում Հայաստանը տարբեր են։ Ամբողջ աշխարհում երկու ձևի երկրներ կա։ Երկրներ, որտեղ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն կեղծում, երկրներ կան, որտեղ իշխանությունը կեղծում է, ընդդիմությունը չէ, եւ Հայաստանը նոր որակի երկիր է։ Երբ որ իշխանությունը չի կեղծում, ընդդիմությունն է կեղծում։ Սենց բան աշխարհում չկա։ Երբ որ ընտրակեղծրարը ընդդիմությունն է։ Եվ կներեք քաղաքական այդ բոսյակները պետք է աղբանոցը նետվեն եւ էթիկայի կանոնակարգին չի հակասում է բարերը։ Չէ։ Բոսյակներ, դուստրություններ, քփի էթիկայի կանոնակարգին։ Տեսեք, նա ով կեղծել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը ու նա ով ուզում էր գողանալ Հայաստանի Հանրապետության երեխաների խաղաղությունը, քաղաքական, բառից քաղաքական իմաստով, այո, մենք ասել ենք ու մինչև այդ եռագլխիկներին մենք բառի քաղաքական իմաստով ջախջախելու ենք։ Էթիկայի կանոնակարգին գրածել է քաղաքական հակառակորդների հետ, քաղաքացիների հետ շփում։ Լսեք, քաղաքական հակառակորդների հետ պետք է լինել ցիվիլ։ Հանցագործների հետ պետք է լինել այնպես, ինչպես հանցագործի հետ վարվում են։ Մենք
մենք հազարներով հանցագործների հետ գործ ունեինք, հանցագործներ։ Շատ լավ, պարոն Պապայան, դուք որպես սրտիկ ցույց տվող, քաղաքացուն բարձր արժեք համարող քաղաքական գործիչ, քաղաքական ուժի ներկայացուցիչ, ձեզ մտահոգում է, որ Արթուր Օսիպյանն արդեն 20 օրից ավել է հացադուլի մեջ է եւ առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Ես չեմ կարող մեկնաբանել իրավական գործընթաց, բայց ես գիտեմ, որ Արթուր Օսիպյանը հանրապետության վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու ուրեմն հրապարակային հայտարարություններ արել եւ դա մեր իրավապահ մարմինները գնահատել են որպես հանցագործություն եւ բնականաբար մենք չենք կարող ասել դե գիտեք օրինակ այս հանցագործը պայմանական օրինակ այս մեկը տենց մի քիչ լավն է եկեք օրինակ աշկ փակենք այս մեկը այդքան էլ լավը չի եկեք աչք չփակենք այս մեկը ես անձից վերանանք սա անձի մասին չէ խոսքը Սա երևույթների մասին է։ Ես օրինակ այդ մարդուն չեմ ճանաչում։ Կամուտալ դարձված կա, պարոն։ Ես գործին տեղյակ չեմ, բայց ես գիտեմ, որ այդ դրվագը բացարձակապես կապ չունի, ավելին ասեմ, հատուկ Ես գիտեմ, որ հանրապետության վարչապետը հետաքրքրվել է, որ այդ դրվագով չի, ասում են չէ, որտեղ այդ դրվագում չկա հանցագործություն եւ չէր կարող այդ մարդը այդ դրվագի համար ձերբակալվել։ Այդ քաղաքացին ձերբակալվել է վարչապետի նկատմամբ հրապարակային բռնության կոչեր անելու համար։ Ինչու է դեպքի հաջորդ այդ շուտ էր գրել այդ գրը։ Դե ենթադրում եմ այդ դեպքի արդյունքում տեսել են, որ այդպիսի հայտարարություններ արել եւ դա պատկերացրեցիք, այսինքն Դա եղել է մի հատ իրավիճակ, որի արդյունքում տեսել են։ Այս մենակ վարչապետին կոշտ հարցադրում անի, քննադատի կգնամ Facebook-ին։ Ես ձեզ մեկ բան է, երբ որ ես ձեր նկատմամբ կամ դուք իմ նկատմամբ կոշտ հարցադրումներ անեք կամ քննադատեք, մեկ այլ բան է, երբ որ փողադարձ միմյանց օրինակ բռնության կոչեր հնչեցնենք։ Ես կարծում եմ հենց այդ կետը հասավ, մենք էլ նույն տրամաբանությամբ կենթարկվենք պատասխանատվության։ Դրանք քաղաքական հայտարարություններ են եւ բարի քաղաքական իմաստով մեր երեխաների խաղաղությունը եւ մեր պետության անկախությունն ինքնիշխանությունը գողացող մարդկանց նկատմամբ այդպիսի քաղաքական վերաբերմունք մենք պետք է դրսևորենք։ Չէ, ներողություն, պարոն Պապայան, Բայց երևի ավարտենք, էլի, որտեղ այսպես է մի հաժարելով խոսենք։